Իրանի նախագահը հանձնարարել է Արաղչիին վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ Փեզեշքյանը նշել է, որ Թեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները Թրամփի բանակցությունների առաջարկին պատասխանելու համար։ Ես հանձնարարել եմ արտգործնախարարին հող նախապատրաստել արդար եւ հավասար բանակցությունների համար, հիմնված արժանապատվության եւ ազգային շահերի սկզբունքների վրա, եթե ստեղծվի համապատասխան միջավայր զերծ սպառնալիքներից եւ անհիմն սպասումներից։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը շատ լավ է ընթանում։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ կապված։ Ես այս մասին առաջին անգամ եմ ասում, անկեղծացել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած միջոցառմանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի համար առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների վերադարձը տուն։ Այս թեման բարձրացվում է Բաքվի հետ շփումներում, հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից։ Բաքվի մեկուսարանում այս պահին կա 11 մարդ, ՌԴ իրավապահների եւ այլ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ մշակվում են նրանց ազատ արձակելու տարբերակները։ Փարիզի դատախազությունը հարցաքննության է հրավիրել աշխարհի ամենահարուստ գործարար Իլոն Մասկին։ Սրան զուգահեռ ֆրանսիական ոստիկանությունը այսօր խուզարկել է X-ի փարիզյան գրասենյակը։ Ֆրանս Պրեսն է հաղորդել, նշելով, որ Մասկի ապրիլի 20-ին նախատեսված հարցաքննությունը կապված է գործարարի սեփականություն հանդիսացող X-ի նախկին Twitter-ի գործունեությանն առնչվող հետաքննության հետ։